Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտը բացառիկ է իր ձեռագրերի հավաքածուով և հայ գրական ժառանգությանն ուղղված իր գործունեությամբ։ Այստեղ ամփոփված են հայ և այլ ազգերի գրավոր մշակույթի պատմությունը։ Մատենադարան բառը նշանակում է ձեռագրերի պահոց, մատյանների դարան, հավաքածու։ Այն ստեղծվել է Մեսրոպ Մաշտոցի կողմից դեռևս 5-րդ դարում, երբ կատարվել են հայերեն առաջին թարգմանությունները և ձևավորվել է հայերեն առաջին մատենագրությունը։ Այստեղ են գտնվում ամենահին մագաղաթյա պատառիկները, որոնք ծառայել են որպես հիմնական գրելանյութ։ 5-րդ դարում գրերի գյուտից հետո Հայաստանում սկսվում է թարգմանությունների ինտենսիվ շրջան, որն էլ պատմության մեջ մնացել է որպես ոսկե դար։ Մաշտոցի հիմնած թարգմանչական դպրոցում սկսում են թարգմանել փիլիսոփայություն, հռետորաբանություն, պատմագրություն, որը ողջ աշխարհում հայերի շնորհիվ մնացել է միայն հայերեն թարգմանությամբ, որի բնօրինակը չի պահպանվել, և հունարենի ծարված թարգմանությունը ծառայել է որպես բնօրինակ։ Եվ պետք է նշել նաև, որ առաջին հայերեն թարգմանված գիրքը Աստվածաշունչն է, և այն համարվում է աշխարհում գոյություն ունեցող բոլոր թարգմանությունների թագուհին, քանի որ այն ամենաճշգրիտ և միևնույն ժամանակ ամենագեղեցիկն է թարգմանված։ Այստեղ է գտնվում նաև Աստվածաշնչի փղոսկրյա կազմը, որից աշխարհում թվով 3-ն են։ Մյուս երկուսը գտնվում են Ֆրանսիայում և Իտալիայում։ Մեզ են հասել նաև ոսկեջրված, արծաթյա կազմեր, զարդարված թանկարժեք քարերով։ Այստեղ ունենք մանրանկարչության դպրոցներից մեզ հասած ձեռագրեր՝ Վասպուրականից, Վանից, Անիից, Սյունիքից և այլն։ Որպես կանոն, ձեռագրերը հիմնականում նկարազարդվում էին։ Ավետարանները միշտ գեղեցիկ մանրանկարվում էին բուսական, կենդանական, երկրաչափական նախշերով, թռչուններով, որոնք խորհրդանշում էին հին և նոր կտակարանների միությունը։ Լուսանցազարդերում պատկերվել են ինչպես սրբեր, այնպես էլ աշխարհիկ մարդիկ։ Ավետարանների առաջին էջերում պատկերված են սյուներ, խորաններ, որոնք ճարտարապետորեն մեր հայկական վանքերն ու եկեղեցիներն են հիշեցնում։ Քանի որ Կիլիկիան եղել է հզոր, հարուստ հայկական թագավորություն Միջերկրական ծովի ափին, այնտեղից հասած ձեռագրերն առանձնանում են հատկապես գունային շքեղ լուծումներով։ Երբ մի պահ հայացք ենք նետում դեպի այս դպրոցները՝ Սյունիք, Անի, Վասպուրական, տեսնում ենք, որ գույներն այստեղ ավելի պայծառ են, ինչպես նաև առատ օգտագործված է ոսկին։ Այս ձեռագրերի պատվիրատուները հիմնականում եղել են կաթողիկոսները և թագավորները։ Դրա համար էլ գեղեցիկ կապույտը ստանում էին թանկարժեք քարից, լազուրիտ լաջվարդից, կարմիրը՝ որդան կարմիր միջատից։ 1 գրամ որդան կարմիրը համարժեք էր 1 գրամ ոսկուն։ Այն կոչել են արևելքի հրաշք։ Եկեղեցական, թագավորական, տոնական հագուստները ևս որդան կարմիրով էին ներկված։ Մանրանկարիչները երբեմն խորամանկում էին, և մանրանկարում նկատվում էր նաև այլ երկրների մշակութային որոշ լուծումներ։ Դա արվում էր այն նպատակով, որ օտարազգի հարձակումների ժամանակ թշնամիները տեսնելով հայկական մանրանկարներում արտացոլված իրենց մշակույթը, դրանք չէին ոչնչացնում։ Մանրանկարիչները հիմնականում մանրանկարում էին եկեղեցիներում, հատուկ նախատեսված սարքի վրա, որը հարմարեցված էր ցերեկվա լույսի հետ։ Ինչպես հոգատար մայրն է սիրում, փայփայում, խնամում իր երեխաներին, այնպես էլ մեր հայրենակիցներն էին վերաբերվում ձեռագրերին։ Դրա շնորհիվ է, որ Մատենադարանում ունենք 16,000 ձեռագրեր։ Եվ ամբողջ աշխարհում գոյություն ունեցող 30,000 ձեռագրերից ամենամեծն ու ամենափոքրերը մեզ մոտ են Մատենադարանում։ Այստեղ է գտնվում նաև աշխարհի ամենամեծ մագաղաթյա գիրքը՝ Մշոջ առընտիրը, որը կշռում է 32 կգ, իսկ այսօր 28 կգ, քանի որ էջեր են պակասում։ Եվ ամեն թերթը մի հորթի կաշի է։ Այն մենք կոչում ենք հայկական ձեռագրերի մարգարիտը։ Իսկ ամենափոքր մագաղաթյա գիրքը եկեղեցական տոնացույցն է, որը կշռում է ընդամենը 19 գրամ և բաղկացած է 104 թերթից՝ նորածին ուլի կաշվից։ Մատենադարանն ունի հիշողության մրցանակ, որը շնորհվել է 1988 թվականին Ֆրանսիայի կողմից։ Այն Մատենադարանին շնորհվել է մարդկության պատմությունը և հիշողությունը պահպանելու համար, որովհետև այստեղ պահվում են այնպիսի եզակի ձեռագրեր, որոնց բնօրինակները աշխարհում չեն մնացել։